Ողջույն, մենք հանդիպում ենք յուրաքանչյուր երկուշաբթի ուրբաթ, ծանոթացնում ձեզ առողջ ապրելակերպի բանաձևին, իսկ թե ինչ է սպասվում այսօր մեր եթերում, առաջարկում եմ տեղեկանալ վայրկյաններ անց։ Ամենօրյա մարմնամարզական վարժություններ, կատարում ենք ու ազատվում տարբեր խնդիրներից, բժշկական խորհուրդներ, հարցերի պատասխաններ ու բուժիչ միջոցներ, համեմունք շաֆրան, որը մինչ օրս ամենաթանկ համեմունքն է, կախարդական դիետա, որ կտա ձեզ ցանկալի արդյունք, որ մթերքներով է պետք սնվել ամռանը, ինչ են խորհուրդ տալիս մասնագետները, այս եւ այլ մանրամասների տեղեկացեք այսօրվա հաղորդման ընթացքում։ Մեր բժիշկները պատրաստ են պատասխանելու ձեր հարցերին, պարզապես պետք է գրանցել մեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ իհարկե ձեզ հուզող հարցերը հղել, կյանքի ham@tv.am, ահա մեր հասցեն։ Լսել եմ Իցենկո-Կուշինգի հիվանդության մասին, ցանկանում եմ տեղեկանալ ու հասկանալ, թե ինչով է պայմանավորված հիվանդության հետևանքով առաջացած գիրությունը։ Արմեն Համբարձումյան։ Իցենկո-Կուշինգի հիվանդությունը դա էնդոկրին հիվանդությունների շարքին է իհարկե պատկանում, այն պայմանավորված է, երբ մակերիկամում արտադրվում են չափից ավելի հորմոններ, դրանք են կորտիկոստերոիդները։ Գիրությունը իհարկե, որը պայմանավորված է այս հիվանդության ժամանակ, պայմանավորված է հիպոֆիզի հետ է կապված, քանի որ ինքը հիպոֆիզը ղեկավարում է մակերիկամների կողմից արտադրվող կորտիկոստերոիդների գեր արտադրությամբ, իհարկե ադրենոկորտիկոտրոպ հորմոնի միջոցով բարձրանում է կորտիկոստերոիդների հիդրոկորտիզոնի, հիմնականում հիդրոկորտիզոնի խտությունը արյան մեջ։ Եթե այս վիճակը երկար տևում է, շարունակվում է, ապա բացի զարկերակային ճնշման բարձրացումից, հիվանդի մոտ նկատվում է գիրություն։ Սա կոչվում է Իցենկո-Կուշինգի հիվանդությունը կամ Իցենկո-Կուշինգի գիրությունը, որն ունի արդեն հիվանդը արտաքինից իր հետևյալ սպეციფიկ տեսքը։ Դեմքը երբ նայում եք, լուսնաձև է, այտերը կլորավուն, վարդագույն, գիրությունը իհարկե բաշխվում է որովայնի կրծքագեղձերի ուսերի շուրջը, կանանց մոտ նկատվում է մազակալում, տղամարդու բնորոշ մազակալում, դաշտանային ցիկլի խանգարումներ, անպտղություն, իսկ տղամարդկանց մոտ սեքսուալ ակտիվությունը նվազում է, տեղի է ունենում մկանային թուլություն։ Իհարկե, այստեղ նաև մեծ նշանակություն ունի զարկերակային ճնշման բարձրացումը։ Մաշկի վրա հայտնաբերվում են մանուշակագույն իհարկե կամ վարդագույն ստրիաներ։ Անհրաժեշտ է կատարել հորմոնների հետազոտություն, կատե իհարկե, գանգի ռենտգեն հետազոտություն եւ թուրքական թամբի, որպեսզի որոշենք հիպոֆիզի չափսերը, քանի որ Իցենկո-Կուշինգի հիվանդության ժամանակ հիպոֆիզը չափսերով մեծանում է, այդ ընթացքում նաեւ իհարկե կարող են չափսերով մեծանալ մակերիկամները։ Հիվանդությունը արտահայտվում է կանանց մոտ ծննդաբերությունից հետո, նաև տարած գլխուղեղի ինֆեկցիաների, տրավմաների հետևանքով։ Բուժումը, բացի այն, որ նշանակվում է հորմոնոթերապիա, որպեսզի կարգավորվի այս բարձր գերարտադրությունը հորմոնների, նաև իհարկե նշանակվում է սիմպտոմատիկ բուժում։ Երբ զարկերակային ճնշումը բարձր է, նշանակվում է համապատասխան պրեպարատներ։ Իհարկե, եթե կա շաքարային դիաբետը, նշանակվում է հակադիաբետիկ հաբեր եւ ճիշտ սննդակարգ։ Իսկ դուք գիտեք, որ շաքարային դիաբետի բուժման հիմնական խնդիրը կայանում է նրա բարդությունների կանխարգելման մեջ։ Եվ իհարկե օստեոպորոզի ժամանակ նշանակվում է վիտամին D։ Այժմ առաջարկեմ հետևյալ բաղադրատոմսերը, որը կարող եք օգտագործել հիպոթիրեոզի ժամանակ։ Վերցնել մեկական բաժակ խնձորի եւ մեկ բաժակ գազարի հյութը, ավելացնել կես բաժակ բազուկի հյութի հետ, լավ խառնել եւ ընդունել օրվա ընթացքում։ Առաջարկեմ մյուս բաղադրատոմսը։ Վերցնել 1 թեյի գդալ խնձորի քացախ, ավելացնել 1 կաթիլ յոդի սպիրտային լուծույթը, այն խառնել 1 բաժակ սառեցրած եռացրած ջրի մեջ, այնուհետև օգտագործել օրը 3 անգամ 1 թեյի գդալից ամեն ուտելուց առաջ։
Հիշեցնեմ, որ կենտրոնում գործում են բազմաթիվ ակցիաներ, անվճար հետազոտություններ ճիճվագրության 4-ից 14 տարեկան երեխաներին եւ իհարկե վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն անվճար։ Գործում են նաեւ այլ զեղչային հետազոտություններ եւ մասնագետների կողմից առաջնային խորհրդատվությունը կատարվում է անվճար։ Ցանկացողներին նախապես զանգահարել եւ գրանցվել։ Եղեք առողջ։ Առողջարար մթերքների մեր ամենօրյա էջում այսօր անդրադարձել ենք շաֆրան համեմունքին, քանի որ այն տարածում գտավ նաև Հայաստանում։ Փորձենք հասկանալ, թե որքանով է օգտակար այս համեմունքը։ Շաֆրան ասելով մենք միանգամից պատկերացնում ենք արևելքը, որի մասին հիշատակել են անգամ արևելյան լեգենդները։ Կա անգամ կարծիք, որ շաֆրանը մարդկությանն է հասել Բուդդայի աշակերտի միջոցով։ Մեկ այլ լեգենդ պատմում է, որ այն գեղեցիկ պատանի է եղել եւ զայրացնելով աստվածներին վերածվել է գեղեցիկ ծաղկի։ Այս ծաղիկը գնահատել են նաեւ հին հռոմեացիները եւ այն նվիրել միայն հատուկ մարդկանց։ Դե իսկ Հիպոկրատն ասել է, որ այս համեմունքն օժտված է բուժիչ հատկությամբ։ Արաբերենից թարգմանաբար շաֆրան բառը դեղին է նշանակում, ինչը նշանակում է, որ այս համեմունքը բնական գունավորող միջոց է հանդիսանում։ Շաֆրանն այսօր լայնորեն կիրառվում է տարբեր կերակրատեսակներում։ Այն շատ թանկ համեմունք է համարվում, քանի որ միայն ձեռքով են այն հավաքում։ Որպեսզի ստանաս 100 գրամ այս համեմունքից, պետք է հավաքվի մոտ 5-ից 8000 քանակությամբ այս բույսից։ Այն հայտնի է մարդկությանը որպես բուժիչ միջոց, վերացնում է ցավերը, հոգնածությունը, դեպրեսիան, լավացնում արյան որակը, մաքրում լյարդը։ Այս համեմունքի սննդային արժեքը 100 գրամի դեպքում կազմում է 310 կիլոկալորիա, սակայն այս համեմունքները մեզ ոչինչ էլ չեն անում, քանի որ շաֆրանը շատ քիչ քանակությամբ է օգտագործվում։ Շաֆրանն անհնար է օգտագործել շատ քանակությամբ, եթե այն չարաշահեք, ապա նյարդային սուր խանգարում կստանաք ու բացի այդ կթունավորվեք, այնպես որ այն կարող եք օգտագործել օրինակ կարմիր աղացած պղպեղի նման։ Այս համեմունքը հարուստ է սպիտակուցներով, ածխաջրերով, այն պարունակում է A, C, B խմբի վիտամիններ, հանքային, եթերային նյութեր։ Այն ունակ է թարմացնել արյան բջիջները, ամրապնդել անոթները, սիրտը, լավացնում է ուղեղի աշխատանքը, կարգավորում նյարդային համակարգը, տեսողությունը։ Այն օրգանիզմից դուրս է մղում նաև ավելորդ լեղին։ Շաֆրանը կիրառվում է նաև երիկամներում քարերի առկայության դեպքում։ Պարզապես մի պտղունդ շաֆրանը խառնում ենք գոլ ջրում, ավելացնում 100 գրամ մեղր, դնում ջրային բաղնիքի վրա եւ խմում պարունակությունը օրական 2 անգամ։ Այս համեմունքը հակացուցված է չարաշահել հղիներին, արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց ու շաքարային դիաբետիկներին։ Դե իսկ մենք հիշեցնենք, որ այս համեմունքը կարելի է ավելացնել տարբեր սոուսներում, փլավներում, աղցաններում, ստանալ գեղեցիկ գույն եւ իհարկե ախորժաբեր տեսք։ Այսօր կառաջարկենք ձեզ մի դիետա, որը կախարդական է կոչվում։ Ինչու կախարդական, քանի որ այն ճիշտ իրականացնելիս կարելի է կորցնել 4-ից 7 կիլոգրամ ավելորդ քաշ, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր հաջորդ էջից։ Առանց որևէ կախարդական խոսքերի այսուհետ կարելի է ազատվել ձեզ տհաճություն պատճառող ու անհանգստացնող ավելորդ քաշից։ Իհարկե կատարելով այս դիետան, այն իրականացնելու համար գրեթե ամեն օր հարկավոր է հավկիթ ուտել, քանի որ այն եւ օգտակար է եւ թե դիետիկ։ Հավկիթը պարունակում է բոլոր այն սպիտակուցները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին։ Կալորիականությամբ այս մթերքը եւս աչքի չի ընկնում, բայց ահա երկար ժամանակ չի կարելի իրականացնել այս դիետան, քանի որ կալորիաները շատ քիչ են։ Այնպես որ կատարեք այն ընդամենը մեկ շաբաթ։ Սննդակարգը հետևյալն է։ Առաջին օրը նախաճաշին պետք է միայն սուրճ ըմպել, այն էլ առանց շաքարավազի։ Ճաշին սնվեք լավ եփած 2 հատ հավկիթով, 20 գրամ պանրով։ Ընթրիքին սնվեք լոլիկով, կաղամբով, վարունգով ու տակդեղով։ Հաջորդ օրը կրկին նախաճաշին սուրճ կամ թեյ ըմպեք։ Ճաշին օգտվեք 1 հատ լավ եփած հավկիթից ու մեկական խնձորից։ Ընթրիքին սնվեք 1 հատ եփած հավկիթով։ Երրորդ օրը սկսեք 1 բաժակ թեյով։ Ճաշին օգտվեք 150 գրամ անյուղ կատնաշորից ու թեթև բանջարեղենային աղցանից։ Մնացած 4 օրերին օգտվեք գրեթե նույն սննդակարգից ու ամեն օր գոնե մեկական եփած հավկիթով սնվեք։ Ընթրիքին օգտվեք կաղամբի աղցանից, որին կարող եք գազար ավելացնել։ Դիետային հետևելիս մի մոռացեք ջրի օգտագործման մասին։ Պետք է օրական օգտագործել 2 լիտր հասարակ ջուր, որը կմաքրի աղիները։ Պետք չէ կախարդական փայտիկ նիհարելու համար, բավական է միայն 1 շաբաթ կամքի ուժ գտնել եւ իհարկե իրականացնել այս դիետան։
Գիտնականները թվարկել են բոլոր այն մթերքները, որոնցով էլ խորհուրդ է տրվում սնվել հատկապես ամռանը։ Տեսնենք, թե որոնք են դրանք։ Ամերիկացի գիտնականներն անդրադարձել են այն մթերքներին, որոնցով խորհուրդ է տրվում սնվել ամռանը եւ այսպես խուսափել տհաճ խնդիրների առաջացումից։ Մասնագետներն ասում են, որ այս մթերքների օգտագործմամբ օրգան համակարգերը սկսում են լավ գործել։ Բացի այդ, այս մթերքները պարունակում են նյութեր, որոնք պայքարում են բորբոքային խնդիրների հետ, կանխում մի շարք հիվանդություններ։ Եվ այսպես, սկսենք թվարկել այն մթերքները, որոնցով էլ խորհուրդ է տրվում ամռանը հաճախ սնվել։ Դա բալն է, դդմիկը, ձմերուկը, խաղողը, թուզը, տարբեր հատապտուղներ ու քաղցր տակդեղը։ Բալն օգտակար է նրանով, որ կարգավորում է արյան ճնշումը, այն խորհուրդ է տրվում օգտագործել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Դդմիկը պաշտպանում է աչքերը լույսից, կանխում աչքերի հետ կապված խնդիրները։ Ձմերուկը հիանալի հակաօքսիդացնող միջոց է, այն անգամ ունակ է կանխելու քաղցկեղը։ Խաղողն օգտակար է ոսկորներին, բացի այդ կարգավորում է խոլեստերինի քանակությունը։ Թարմ թուզը կվերացնի վքնածությունը։ Հատապտուղները վիտամինային իսկական աղբյուր են, իսկ քաղցր տակդեղը կօգնի պայքարել ավելորդ քաշի դեմ։ Ամռանը հաճախ սնվեք բոլոր այս մթերքներով ու ձեզ առույգ ու թեթև կզգաք։ Եվ իհարկե առաջարկում եմ ավարտել հաղորդումը մարմնամարզական ամենօրյա էջով։ Կատարեք այս դյուրին եւ ամենքին հասու շարժումները, կազդուրվեք եւ առույգացեք։ Կանգնած վիճակում ոտքերը ուսերի հավասարությամբ բացում ենք ու ձեռքերով ծափ տալիս։ Քանից դիրքում երկու ձեռքերը պահում ենք մեջքի հետնամասում ու դեպի առաջ ձգումներ կատարում։ Չնայած սա բարդ վարժություն է, բայց շատ արդյունավետ է, որի ժամանակ մեջքի, պարանոցի ոտքերի ու ձեռքերի մկանները աշխատում են։ Հաղորդմանը սպասարկում է Էմ Զաքարյան գեղեցկության սրահը, ոճաբան վարսահարդար Ռադիկ Զաքարյանը։ Այսօրվա համար այսքանը, իսկ մենք խոստանում ենք ձեզ նոր հետաքրքիր բացահայտումներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը։ Կհանդիպենք յուրաքանչյուր երկուշաբթի ուրբաթ, իհարկե ATV եթերում։